Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում հավատում եմ, չեմ հավատում մեդիագրագիտության խաղն է։ Ես Նանեն եմ, փաստեր ստուգող լրագրող։ Մեր հերթական թողարկման հյուրը բլոգեր ինֆլուենսեր Նինա Տիտանյանն է։ Ողջույն Նինա։ Բարև Նանե ջան։ Շնորհակալ ենք, որ մասնակցում ես մեր թողարկմանը, հուսով եմ նախորդներին հետևել ես։ Այո։ Եվ գիտես, որ առաջատարը այս պահին բլոգեր Եվա Ղարիբյանն է 13 միավորով։ Եվ մենք պետք է միասին փորձենք անցնել այդ շեմը եւ դառնալ առաջատար։ Միանշանակ հաճույքով։ Ներկայացնեմ խաղի կանոնները, հնչելու է 5 հարց միջազգային եւ տեղական լրահոսից, այդ լուրերը կարող են լինել ճիշտ եւ սխալ, դու պետք է հասկանաս, հավատում ես դրանց, չես հավատում, մի փոքր երկար մտածես, կենտրոնանաս աղբյուրների վրա, տեղեկատվության տրամաբանության վրա, համակողմանի վերլուծես եւ պատասխանես, ճիշտ պատասխանի դեպքում կվաստակես համապատասխան թվով միավորներ, առաջին հարցը ամենահեշտ հարցն է եւ կվաստակես 1 միավոր, երկրորդի դեպքում 2 միավոր եւ այդպես մինչեւ 5-րդ հարցը առավելագույն թիվը միավորների 15-ն է։ Հասկացա։ Շատ լավ եւ պատրաստ ես։ Այո, առաջին հարցը։ Ուշադրություն։ Քաղաքացիների շրջանում տարածվում են տեղեկություններ, թե ընտրություններից հետո կենսաթոշակները նվազելու են։ Հավատում ես այս տեղեկությանը։ Իրոք է, քաղաքացիների շրջանում տարածվում են տեղեկությունները, թե ընտրություններից հետո Դե ինձ թվում է յուրաքանչյուր տենց քաղաքացիական այդ ընտրություններից առաջ միշտ այս թեմաները շոշափվում են։ Հիմա պետք է ես հավատամ, թե չէ։ Այո, դու պետք է որոշես։ Այս լուրը արժանահավատ է թե ոչ։ Հա, միանշանակ արժանահավատ է։ Դե շատ է սա քննարկվում։ Հա, միանգամից գրվեցի, ես հավատում եմ։ Ցավոք սա սխալ պատասխաններ։ Լավ, գնում ավելի, բայց մի հատ բան ասեմ, սա շատ զուտ բան ասեմ, միշտ այս թեման շատ շրջանառվում է, այսինքն, հա, հենց նրա մեջ է մեդիա անգրագիտությունը կայանում, հարցի մեջ կար հուշում, որ դա տարածվում է միայն քաղաքացիների շրջանում եւ դուք խաչացավ հարցեր։ Այո, դրանք շշուկներ են եւ ամենայն հավանականությամբ փաստերին չեն համապատասխանում։ Սա մեկ, այսինքն աղբյուրը, որ դա տարածվում են քաղաքացիների շրջանում, հարևան բարեկամներն են խոսում, միգուցե տաքսի վարորդներն են տարածում այդ տեղեկությունները, բայց նաեւ այստեղ մի շատ կարևոր առանձնահատկություն կա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թոշակները չեն կարող նվազել, այսինքն եթե վերանայում է տեղի ունենում թոշակների, միայն բարձրացնելու նպատակով դա կարող է տեղի ունենալ։ Նվազեն, վայ, կներեք, ես լավ, մի միավոր ես կորցրել, այո։ Վերջ, լավ, всё։ Ուշադրության պակասի հետևանքով հաջորդին, բայց փորձենք լինել ավելի ուշադիր։ Անցնում ենք երկրորդ հարցին, Նինա ջան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական մեդիայի օգտահաշիվներից մեկում սրբի կերպարում պատկերված նկար է հրապարակել, որը գեներացված է արհեստական բանականությամբ։ Հավատում ես, որ Միացյալ Նահանգների նախագահը այսպիսի բան է արել։ Ընդհանուր առմամբ Տրամփի Twitter-ին հետևելով մեծ է հավանականությունը, որ sense բան կարող է լինի, բայց չեմ կարծում, որ հա, չեմ հավատում։ Վայ մամա, հավատում եմ, լավ, հավատում եմ։ Կրվում եմ ես։ Միայն դες մի նայ, դու ինձ շփոթում ես։ Չէ, լավ, ես չեմ նայ, բայց մի բան ասեմ, ստեղ ինքը AI-ը բարձա սա հասկանում եմ, բայց կարելի է Տրամփ, օրինակ կարա Տրամփը sense բան անի ըստ ինձ, որտեվ ինքը սիրում է իր Twitter-ում ինչ-որ sense պրովոկացիոն գրառումներ անի։ Okay, Տրամփի Twitter-ին հավատալով, կարծում եմ, որ այո, արել է sense բան ինքը։ Եվ սա ճիշտ պատասխանն է, դու վաստակում ես 2 միավոր։ Այո, Թրամփը այսպիսի լուսանկար է հրապարակել իրեն սրբի կամ Հիսուս Քրիստոսի նույնիսկ որոշները ասում են կերպարում եւ մի փոքր անց հեռացրել է այս նկարը հավանաբար միջազգային մամուլում առաջացած սկանդալի հետևանքով եւ հետո տվել է նաեւ բացատրություն, թե ինքը պարզապես ուզում էր ինքն իրեն ներկայացնել որպես կարմիր խաչի աշխատող, բուժաշխատող, որը ուղղակի օգնում է մարդկանց։ Ահա այսպիսի բացատրություն։ Հետաքրքիր է։ Շատ լավ է, 2 միավոր ունենք Նինա եւ անցնենք 3-րդ հարցին։ Մի փոքր վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին, ներքաղաքական կոնտեքստ ունեցող հարց է, այս ընտրությունների թոհուբոհի մեջ հուսով եմ հետևում ես այդ կարևոր իրադարձություններին։ Հա, փորձում եմ հետևել։ Շատ լավ, գիտես, որ արհեստական բանականությունը դարձել է քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի ամենասիրելի գործիք, իրենք լայնորեն դա կիրառում են եւ հարցը վերաբերվում է հենց սրան։ Սոցիալական մեդիայում
Շատերը պնդում են, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերջին ուղերձը իրական չէ, այլ գեներացված է արհեստական բանականությամբ։ Ինչ ես կարծում։ Ճիշտ են այս պնդումները։ Հիմա որ ես նայում եմ, իմ համար էլ է AI-ի տպավորություն թողնում, անկեղծ ասած, բայց ու ես տեսել եմ սոցիալական ցանցերում, որ սա քննարկվել է, բայց հələ ոչ մի պաշտոնական տենց բան չի ասվել, ինչքան ես տեղյակ եմ ու քանի որ տենց պաշտոնական չի ասվել, դրա համար չեմ հավատում։ Այսինքն չես հավատում, որ Սամվել Կարապետյանի ելույթը արհեստական բանականությամբ է գեներացված։ Բայց չէ՞ որ նախորդ ելույթները արհեստական բանականությամբ գեներացված էին։ Ու իրենք փաստել են, որ Այո։ Հա, ուրեմն հավատում եմ։ Ապրես ուշեցիր։ Չէ, բայց մի րոպե, շատ բարդ է։ Իրանք ասել են, որ ես ուղղակի այդքան շատ չեմ խորացել, էլի։ Ես շշուկներին լսել եմ, որ խոսվում է։ Այս տեսանյութը, որ նայում եմ, ինքը AI-ով գեներացված է։ Հա, հենց այս տեսանյութի մասին է խոսքը։ Այո։ Կներեք, էլի ես սուրճը առավոտյան խմելու տեղը թափել եմ վրաս, դրա համար մի քիչ անջատված եմ։ Շատ լավ։ Ուզում ես մի անգամ էլ կարդամ հարցը եւ դու ուշադրություն դարձնես յուրաքանչյուր բառին։ Այո։ Սոցիալական մեդիայում շատերը պնդում են։ Պնդել է արդեն իսկ չեմ։ Ահա, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերջին ուղերձը իրական չէ, այլ գեներացված է արհեստական բանականությամբ։ Դե պնդել է արդեն ինքը փաստ չի, չեմ հավատում։ Շատ լավ, եւ սա ճիշտ պատասխանն է։ Այո, այս տեսանյութը արհեստական բանականությամբ գեներացված չէր, բայց նաեւ մեր հեռուստադիտողների համար ասեմ, որ չնայած նախորդ ուղերձները արհեստական բանականությամբ էին, այս մեկը իրական էր եւ որոշ մարդիկ իհարկե կասկածում էին, որովհետեւ այսօր իրական եւ արհեստական բանականության կոնտենտը շատ դժվար է տարբերել, այո։ Եվ ասեմ, փաստաշտուկողները ստուգել են, նաեւ մեր հեռուստադիտողներին խորհուրդ ենք տալիս օգտվել այդ գործիքներից, եթե կասկածում եք, որ ինչ որ տեսանյութ արհեստական բանականությամբ է, պարզապես կարող եք այդ հղումը տեղադրել համապատասխան գործիքների մեջ եւ իրենք ձեզ կասեն, արդյոք կան հետքեր, թե ոչ։ Բայց դրանք էլ 90%-ով վստահելի չեն։ Չեն, հա։ Այո։ Okay։ Շատ լավ, Նինա, ունեք 5 միավոր եւ ամեն ինչ դեռ արժևում է, հարցերը գնալով բարթանալու են եւ դուք ունեք հնարավորություն ավելի մեծ թվով միավորներ վաստակելու։ Կարդում եմ 4-րդ հարցը, դարձյալ ներքաղաքական կոնտեքստ ունի։ Վարդան Ղուկասյանին գիտեք դոկ կուսակցությունից։ Նա նույնպես բլոգեր է եւ քաղաքական գործիչ համատեղում է։ Ահա նրա մասին է հարցը։ Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցությունը եւ Ստեփան Դեմիրճյանը միավորվել են ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին գրել է Ղուկասյանի կուսակցության Facebook-յան էջը։ Դե մի րոպե։ Եթե Ղուկասյանի կուսակցության Facebook-յան էջն է գրել, ուրեմն իրանց հավաստի ինֆորմացիա է։ Եթե իրանց պաշտոնական էջն է գրել, չէ՞, այստեղ ոչ մի պատվող չկա, հուսամ։ Իսկ հաշվենք առնում, որ հիմա Վարդան Ղուկասյանի մասին տեղեկություններ չկան, դա այդ փաստերը չենք հաշվի առնում, չէ՞։ Չէ, որևէ փաստ հաշվի չենք առնում, պարզապես սա հավաստի, այսինքն fake չի, էլի իրանք են գրել, եթե իրանց կուսակցության Facebook-յան էջը Ղուկասյանի, այս մասին գրել է Ղուկասյանի, Վարդան Ղուկասյանի, բայց այո։ Կուսակցության Facebook-յան էջը, դե ուրեմն հա։ Իսկ մեկ աղբյուրը բավարար է, որպեսզի տեղեկատվությունը հավատակ։ Բայց եթե իրանց էջն է գրել, հենց իրանց պաշտոնական։ Դե Հայաստանի նշված չի, որ պաշտոնական էջն է։ Չէ, պաշտոնական էջն է գրել այս տեղեկատվությունը, բայց պաշտոնական էջերում նույնպես կարող է լինել կեղծ տեղեկատվություն։ Հա։ Ոչ, Իհարկե։ միամիտ եմ ես։ Դե ուրեմն չեմ հավատում։ Բայց ինչի իրանց կուսակցությունը տենց բան պետք է գրի, եթե։ Լավ չեմ հավատում։ Հələ ասա հետաքրքիր չեմ հավատում։ Սա ձեր վերջնական պատասխանն է։ Մի րոպե։ Այդ ասածը, որ ասես մի էջը բանա, չէ, հավատում եմ։ Իրանց էջն է գրել, հավատում եմ։ Հա, չէ, չեմ հավատում։ Մի վերջնական պատասխանը չեմ հավատում։ Շնորհավորում եմ Նինա, վաստակեցիր 4 միավոր եւ մեր հեռուստադիտողներին կոչ եմ անում հետեւել քո օրինակին եւ երբեք չհավատալ տեղեկատվությանը, որը բացառապես մեկ աղբյուրից է եւ որը շատ սկանդալային է թվում, որովհետեւ եթե մարդիկ, ովքեր հետաքրքրված էին թերթեին լրահոսը, իրենք կտեսնեին, որ Ստեփան Դեմիրճյանի ուժը այս տեղեկությունները հերքել է։ Ինչ հետաքրքիր է։ Այնպես որ վաստակեցիք 4 միավոր եւ անցնում ենք առաջ վերջին հարցին։
ու տեղափոխվում ենք Չինաստան։ Առաջին խաղի ընթացքում էլ էինք տեղափոխվել Չինաստան, որտեղ այնտեղ շատ հետաքրքիր եւ տարաշխարհիկ բաներ են կատարվում։ AI-ի մայրաքաղաքն։ Այո, տեխնոլոգիաների։ Տեխնոլոգիաների։ Ահա, 5-րդ հարցը 5 միավոր։ Չինական մարդանման ռոբոտը զարգացրել է գրեթե նույն արագությունը, ինչ Հուսեյն Բոլտը, մոտենալով մարզիկի ռեկորդին։ Այս մասին գրել է համաշխարհային մամուլը։ Այսինքն ռոբոտը հասել է մարդու ռեկորդին։ Ինքն սпасել է Չինաստանից sense բաներն էս չի էլի։ Անկամ եթե fake լինի, վաղը չեմ իսօրը կարա լինի sense բան էլի։ Հիմա ուզում հասկանամ ինչու պետք է ինձ դրդի, որ չհավատամ այս ինֆորմացիային։ Այդ է ինձ պետք։ Համաշխարհային մամուլն է գրել, հետո ինչ որ գրել է, ամեն բան չի, որ պետք է հավատալ համաշխարհային մամուլից։ Չեմ հավատում ես։ Չնայած շատ հնարավոր է։ Վերջնական պատասխանը որ չեք հավատում։ Դες տխուր ես ասում, արդեն պետք է հավատամ։ Իմ աշխատանքն այստեղ մասնակիցներին շեղելն է։ Չեմ հավատում, չէ, չեմ հավատում, բայց հնարավոր է Չինաստանից։ Ցավոք 5 միավոր կորցրեցիր Նինա։ Այ։ Սա ճիշտ էր, այո, համաշխարհային մամուլը սրա մասին գրել է եւ սա ամենակննարկված թեմաներից մեկն է, որովհետեւ փաստորեն ռոբոտները իրենց կարողություններով մոտենում են մարդկանց եւ դա բոլորիս պետք է որ վախեցնի։ Ես այս հատվածը կկտրեմ եւ AI-ով նենց կգեներացնեմ, որ ես ճիշտ եմ պատասխանել եւ հաղթել եմ։ Շատ լավ, կտարածեք ձեր տեղեկությունը մարդիկ կստուգեն։ Ձեր լսարանին կհանձնարարեք անպայման կստուգեն։ Այո։ 9 միավոր ունեք Նինա, ինչը վատ արդյունք չէ, մեր բլոգերներից Նորոյի հետ կիսում եք 3-րդ հորիզոնականը։ Իսկ սուպեր հարց չի լինելու։ Դա կլինի եթերաշրջանի վերջում, երբ ուժեղները մասնակցեն, այո, եւ փորձեն իրենց կարողությունները մեդիագրագիտության ոլորտում։ Շնորհավորում եմ։ Մերսի շատ։ Հետաքրքիր խաղ էր։ Եվ մի նվեր ունենք ձեզ։ Հա, նվերել ունեմ ու ինչ ուրախ եմ։ SN-երի հավաքածու, ժողովածու կին պատերազմ, խաղաղություն, SN-երի ժողովածու է, ձեզ բարի։ Ոայ ընկնում եք, ներեք։ Ոյ, շատ շնորհակալ եմ։ Ոյ։ Հետո ինչ հետաքրքիր է։ Շատ շնորհակալ եմ, մեծ հաճույքով կկարդամ։ Շատ շնորհակալ եմ, ինձ շատ հետաքրքրեց, նախ ես մտածում էի, որ ես ինչ որ չափ տեղեկացված եմ մեդիայից, ու համարում եմ ինձ մեդիա գրագետ, բայց հենց սովորելու տեղեր ունեմ, ու շատ լավ է, որ ես հաղորդում եղավ, հիմա կգնամ կսովորեմ։ Կարևորը միշտ կասկածեք Նինա։ Հա, ոչ չէ, պետքա վստահել էլ, չէ։ Դե ինֆորմացիոն դաշտին ցանկալի է կասկածեք։ Լավ, մերսի։ Շնորհակալություն խաղի համար։ Այսօր մեր տաղավարում հավատում էր կամ չէր հավատում բլոգեր Նինա Տիտանյանը։ Իսկ ես Նանա Մանասյանն էի, փաստեր ստուգող լրագրող։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։